Եվ այսպես ինչպես գտնել լավ գրքեր եւ կարդալ։ Այս տեսանյութի նպատակը այս հարցի պատասխանն է։ Երևի լսած կլինեք, որ ասում են, որ մարդը պետք է կարդա 3 գիրք, բայց որպեսզի իմանա, թե որ 3 գիրքը պիտի կարդա 300 գիրք։ Ես չեմ ուզում այդպես խոսողներին որ վատ բան ասել, բայց մարդը կարող է կարդալ 3 գիրք, կարող է կարդալ 300 գիրք եւ վստահ լինել, որ բոլոր իր կարդացած գրքերը լավ գրքեր են։ Եթե աշխարհում երբևէ գրված եւ տպագրված գրքերի մեծամասնությունը աղբ է, եւ եթե այդ գրքերի ծովում ընդամենը մի կաթիլն է, որը կարդալու ենթակա է, ուրեմն ինչպես ճանաչել այդ մի կաթիլ գիրքը։ Պատասխան. ոչ մի կերպ, սիրելի աշակերտներ։ Դուք չեք կարող ինքնուրույն տարբերել լավը վատից, անարժեք գիրքը արժեքավոր գրքից։ Այստեղ տրամաբանական է թվում, որ ուրեմն պետք է գնալ եւ այդ հարցը տալ շատ գրքեր կարդացած ավելի խելացի փորձ ունեցող մարդկանց։ Արդյոք դա խելամիտ է։ Ոչ, որովհետեւ ոչ ոքը չեք կարող վստահ լինել, որ այդ շատ գրքեր կարդացող մարդիկ կարդացել են լավ գրքեր եւ ամեն գրքի հետ խելոքացել են, այլ ոչ թե հիմարացել։ Չմոռանանք, որ շատ գրքեր կարդացողների մեծ մասը կամ զգալի մասը կարդում է վատ գրքեր։ Եթե դուք ուրիշներին հարցնեք, թե ինչ կարդալ, իրենք ձեզ ավելի հավանական է, որ վնաս կտան, քան օգուտ։ Ուրեմն ինչպես լուծել այս խնդիրը։ Խնդիրը ունի պարզագույն հեշտ լուծում, որը հետևյալն է. պետք է կարդալ դասականներին, դասական գրողներին, սիրելի տիկնայք եւ պարոնայք, սիրելի աշակերտներ, սիրելի ունկնդիրներ։ Ովքեր են դասականները։ Դասականները այն գրողներն են, որոնք ոչ թե մի տարի, 2 տարի, 10 տարի, այլ տասնամյակներով, 100-ամյակներով արժանացել են բարձր գնահատականների։ Օրինակ 16-17-րդ դարերում Անգլիայում կար մի այդպիսի գրող, անվանում էին Ուիլյամ Շեքսպիր, եւ իր դրամատուրգիան բարձր էր գնահատվում։ Շեքսպիրի դրամատուրգիան, ողբերգությունները, սոնետները բարձր էին գնահատվում նաեւ հետագա դարերում, 18-րդ դարում, 19-րդ դարում, 20-րդ դարում, առ այսօր 21-րդ դարում։ Շեքսպիրին բարձր գնահատող մարդիկ 17-րդ դարում եւ 21-րդ դարում իրար գոյության մասին չեն իմացել։ Իրենցից յուրաքանչյուրը անհատապես հարաբերվելով Շեքսպիրի դրամատուրգիայի հետ կազմել է իր կարծիքը եւ ոչ միայն Անգլիայում, այլև ամբողջ աշխարհում։ Մենք հիմա նստած ենք 21-րդ դարում եւ նայում ենք փաստերին։ Աշխարհի 4 կողմերում իրար երբևէ չճանաչած տարբեր քաղաքակրթությունների տարբեր մարդիկ բոլորը նույն կարծիքին են եղել, որ Շեքսպիրի դրամատուրգիան հանճարեղ է։ Եթե դուք, սիրելի բարեկամներ, երբեք չեք կարդացել Շեքսպիր, դուք հիմնվում եք այս փաստի վրա, որ Շեքսպիրը դասական է, վերցնում եք Շեքսպիրի ստեղծագործությունը, կարդում եք եւ շատ քիչ հավանականություն կա, որ դուք կարդալով այդ ստեղծագործությունները կբացահայտեք անտաղանդ գրողի, որովհետեւ դուք ձեր ձեռքն եք վերցրել դասական գրողի գիրք։ Ուստի պետք չէ ունենալ գրական ճաշակ, պետք չի լսել ինչ-որ տարբեր մարդկանց, պետք է ընդամենը լինել բավարար խորամանկ, վերցնել դասական գրողների լավագույն ստեղծագործությունները եւ կարդալ։ Եթե դուք վարվեք այդպես, սիրելի աշակերտներ, սիրելի բարեկամներ, ապա ուզում ա 3 գիրք կարդաք, ուզում ա 300 գիրք կարդաք, ուզում ա 3000 գիրք կարդաք, դուք վստահ կլինեք, որ ձեր կարդացած բոլոր գրքերը լավն են։ Եվ վերջին դիտարկումը, եթե այս սկզբունքով վերցնելով որևէ գիրք կարդալով դուք պարզեք, որ այնքան էլ չեք հավանում այդ գրականությունը, ապա դուք գոնե կարող եք վստահ լինել, որ խնդիրը ոչ թե գրականության որակն է, այլ խնդիրը ձեր մեջ է։ Դուք եք, որ չեք ըմբռնել այդ գրքի գեղարվեստական արժեքը, բայց դուք վստահ կլինեք, որ այդ արժեքը գոյություն ունի։ Կարծում եմ սա աշխարհի ամենատրամաբանական, ամենապարզ խորհուրդներից մեկն է, որը մեր դպրոցներում ցավոք սրտի մեր աշակերտներին չեն սովորեցնում։ Փոխարենը երեխաների գլուխները լցնում են հիմար մտքերով, որ կարևորը շատ կարդաց, ոչ, կարևորը լավ գրքեր կարդալ, որովհետև դասական հեղինակների լավագույն ստեղծագործություններն են, որ իրոք ձեզ կդարձնեն կիրթ մարդ, իրոք ձեր աշխարհայացքը կլայնացնեն, իրոք որ ձեր ճաշակը կհղկեն։